Աննա Հակոբյանը թող կրթի ազգային ժողովի քպականներին եւ իշխանավորներին, կառավարության անդամներին, որ մնացել են առաջի դասարան։ Նրանք եթե չեն հասկանում, ժողովուրդը լավ էլ հասկանում է, որ իրենք պաշտպանում են օլիգարխներին եւ մենաշնորհը զարգանում է քանի գնում։ Աննան այն կողմից բղավում է թե բանը պետք է կրթենք մեր ժողովրդին, իսկ ժողովրդին ինչպես կրթենք, եթե ծնողները ի վիճակի չեն երեխաներին ուղարկելու ուսման։ Դրա համար մենք ենք մեր բողոքի ակցիան ենք անում եւ պահանջում ենք, որ մեր իրավունքները չխախտեն, մեքենաները 25 համար, 59 համար ավտոբուսների երթուղին հաստատ մնա եւ հաստատեն ժողովրդի ֆինանսական եւ սոցիալական վիճակից դուրս գալու։ Աննա Հակոբյանի հետ կրթվելուն չեք Աննա մասնակցել։ Հակոբյանը ասում է պետք է կրթվենք, պետք է զարգանանք, պետք զարգացնենք, ինչպես զարգացնենք, եթե մենք ի վիճակի չենք վճարելու։ Ես 36000 թոշակ եմ ստանում։ Մասնակցեիք, որ կարողանեք Ինչին։ կրթելուն։ Կրթելուն ինչ է կրթելուն։ Կրթում են ոչ թե Աննան է կրթում, այլ կրթում են բարձրագույն ուսումնական հաստատությունները, որտեղ պետք է այցելեն մեր երեխաները։ Իսկ մենք ի վիճակի չենք վճարելու, որ երեխաները գնան սովորելու։ Եթե մի ընտանիքից գնում է 2 երեխա, ծախսում էին 500 դրամ գնալ գալուն, հիմա պետք է վճարեն ամեն մի երեխային 1200 դրամ, 2 երեխային 2400, ծնողը որտեղից է փողը վաստակի, եթե աշխատանք չունի, կամ սոցփաթեթով է օգտվում, կամ էլ թոշակառու է։ Ես հանձինս թոշակառու եմ, ունեմ 36000 դրամ, ունեմ 3 ուսանող։